Ծափաթաղի անմեղ 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի կյանքի ողբերգական ավարտի մասին փաստերն այսօր ավելի են հստակեցվել, բայց ցավը խորացել։ Ըստ պաշտոնական տվյալների, փոքրիկին խեղդամահ է արել իր հայրը, վերջինս ձերբակալվել է ու այսօր արդեն կալանավորվել 2 ամսով։ Քննիչները հաղորդում են, երեխայի մարմնի վրա հայտնաբերվել են հարվածների հետքեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է պարզի մահվան ճշգրիտ օրը և պատճառը։ Ըստ նախնական գնահատականների, հայրը 3 անգամ փոխել է երեխայի դիի տեղը իրավապահներին մոլորեցնելու համար։ Միաժամանակ շրջանառվում է կարևոր ենթադրություն, կամավորներից մեկն ասել է, որ երեխան կարող է մահացած լինել ոչ թե 6, այլ ընդամենը 2-ից 3 օր։ Դա եթե հաստատվի, նշանակում է, որ Տիգրանը որոշ ժամանակ ողջ է եղել, երբ ամբողջ գյուղը, փրկարարներն ու պետությունը նրան որոնում էին։ Այս հարցը ծանր ու անհնարին է։ Կարող է Հայաստանը փրկել երեխային, եթե վերահսկողությունն ու օպերատիվ աշխատանքն այլ կերպ կազմակերպված լինեին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վարկածը դիտարկել է առաջին օրվանից, բայց նույն պահին հանրությունն ու որոշ փորձագետներ հարց են բարձրացնում, եթե կասկած կար, ինչու չպահվեց խիստ հսկողություն հոր շարժի վրա։ Ինչպես է հնարավոր, որ նա օրեր շարունակ տեղափոխում էր դին աննկատ անցնելով որոնողական շղթաներից։ Այսօր հասարակությունը սգում է, վրդովված է և պահանջում է պատասխաներ ոչ միայն հանցագործից, այլ նաև համակարգից, ովքեր են բայց թողել այս երեխային փրկելու հնարավորությունը։ Հայաստանը գյուղից մինչև մայրաքաղաք ցնցված է, յուրաքանչյուր ծնող այս դեպքի մեջ տեսնում է իր սեփական երեխայի վտանգված ապագան։ Տիգրանը չկա, բայց այսօր ամեն բառ, ամեն հույզ, ամեն պահանջ նրա համար է, որպեսզի այլ Տիգրաններ լինեն ոչ թե զոհ, այլ պաշտպանված։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան գրառում է կատարել։ Ներքին գործերի նախարարի խոսքը իհարկե հասկանալի է, բայց անգամ այս դեպքում այդուհանդերձ առաջանում է նվազագույնը մի հարց։ Լրագրողների հետ զրույցում նա ասում է, թե ըստ հոր նախնական ցուցումի նա իրականացրել է երեխայի մարմնի տեղափոխություններ։ Այսինքն ստացվում է, փրկարարները և ոստիկանությունը 6 օր իրականացնում են որոնումներ, բայց չեն գտնում, որովհետև երեխայի հայրը պարբերաբար տեղափոխում է երեխայի մարմինը։ Կրկնեմ, սա ասում է ներքին գործերի նախարարը, բայց ներքին գործերի նախարարը մի բան էլ է ասում, որ հոր կատարած սպանության վարկածը իրենք դիտարկել են առաջին իսկ օրվանից։ Առաջանում է հարց, առաջին իսկ օրվանից դիտարկել են հոր սպանության վարկածը, բայց այդ պահից իսկ հսկողություն չեն սահմանել, թե ուր գնաց հայրը, երբ գնաց, ինչու գնաց։ Միթե տրամաբանական չէ, որ եթե կասկածում ես հորը, ապա պետք է հսկողության տակ լինի նրա ամեն քայլը, պետք է նրա հանդեպ լինի հետևելու մշտական ռեժիմ։ Ինչպես կարող է երեխայի հայրը պարբերաբար տեղափոխումներ անել, եթե առաջին իսկ պահից դիտարկել են այդ վարկածը, ինչու չի հաջորդել անմիջական հսկողություն այդ պահից սկսած, երբ երեխայի հայրը քայլ անգամ չպետք է կարողանար անել առանց ոստիկանության իմացության։ Ավելին, նույնիսկ անկախ վարկածներից, անհետ կորած երեխայի ընտանիքի անդամների ցանկացած տեղաշարժ պետք է լիներ իրավապահների հսկողության տակ։ Սա հուշում է պարզ տրամաբանությունն անգամ ոչ մասնագետների համար։ Այդպիսով, թեև ներքին գործերի նախարարը հանրայնացնում է, թե սպանությունը կատարել է հայրը, այդուհանդերձ նրա հայտարարությունները առաջացնում են հարցեր։ Հայ հասարակության մեջ, սակայն, առաջացել է երկրորդ կարծիք. արդյոք հնարավոր է, որ հայրը չի սպանել, ու նա լինելով խեղճ ու հիվանդ մարդ իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը։ Այո, նման վարկած միշտ պետք է քննարկվի, հատկապես երբ խոսքը գնում է ծանր հանցագործության և ընտանիքի ներսում տեղի ունեցածի մասին։ Իրավապահ փորձը ցույց է տալիս, որ երբեմն մարդիկ կարող են իրենց վրա վերցնել մեղքը տարբեր պատճառներով։ Սա իրական կյանքում հանդիպող դեպք է, երբ մարդը ընդունում է հանցանքը, նույնիսկ եթե ինքը չի արել, իրական մեղավորին պաշտպանելու ցանկության դեպքում։ Ծնողը կարող է փորձել պաշտպանել կնոջը, եղբորը կամ այլ հարազատի։ Որոշ մարդիկ հնարավոր է ունեցել են խեղաթյուրված ընկալում և իրական չլինելու մեղքի զգացում, եթե հայրը եղել է ընկճված, անհավասարակշիռ, լուրջ սթրեսի տակ կարող է իր վրա վերցնել։
Սոցիալական կամ ընտանեկան ճնշում, գյուղում ճնշում, ամոթի զգացում, վախ հասարակական արձագանքից, մոլորեցում կամ սադրանք, հնարավոր է ինչ-որ մեկը համոզել է նրան խոստովանել նրա խոցելի վիճակի պատճառով։ Ինչու տեղափոխել մարմինը, եթե ինքն է արել։ Սա շատ կասկածելի պահ է։ Մարդ, որ իր երեխային սպանել է անսպասելի աֆեկտով, սովորաբար չի ցուցաբերում երկարատև պլանավորում։ Դին մի քանի անգամ տեղափոխելը նմանվում է հետքը վերացնելու գիտակցված վարքագծի, ոչ թե ցնցված ու հոգեբուժական վիճակում գտնվող մարդու։ Եթե նա իսկապես հույժ, խոցելի ու հիվանդ է, ինչպես է կարողացել օրեր շարունակ մոլորեցնել փրկարարներին, բայց փաստերը դեռ ստուգվում են։ Դատաբժշկական փորձաքննությունը, քննիչի հոգեբանական եզրակացությունը, հեռախոսների տվյալները, լոկացիաները, սրանք կասեն իրական պատասխանը։ Հնարավոր չի բացառել, որ հայրը, չգիտակցելով ինչ է եղել, ընդունել է մեղքը։ Իրականում երեխան զոհ է դարձել այլանձի կամ դժբախտ պատահարի, իսկ հայրը խուճապի է մատնվել, մտածել, որ իրեն չեն հավատա և սկսել է թաքցնել մարմինը իր խելքը կորցրած վիճակում։ Այսինքն հնարավոր է, որ նա անմեղ է, հավանականությունը փոքր է, բայց չի բացառվում։ Իհարկե, քանի դեռ չկան վերջնական դատաբժշկական տվյալներ, հոգեբուժական գնահատում, փաստացի ապացույցներ, բայց կա մի բան, որն արդեն պարզ է. այս ընտանիքը տարիներ շարունակ ունեցել է խնդիրներ երեխաների չխոսելու, ընտանեկան լարվածության, երեխաների հիվանդությունների և ոչ ոք չի տեսել, չի լսել ու չի կանխել։ Սա համակարգային ձախողում է, և պետությունը պարտավոր էր ապացուցել, որ ամեն հնարավորություն ստուգվել է, ներառյալ այս վարկածը։